Հունվարի 12-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ընդհանուր առմամբ բավարար գնահատվեցին։ Անդրադառնալով բացթողումներին Հունան Պողոսյանը հանձնարարեց հատկապես հետևողական լինել նախկինում արձանագրված ու չբացահայտված առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Նույն օրը ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը մասնակցեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղի ունեցած ամփոփիչ խորհրդակցությանը։ Նշվեց, որ հաշվետու տարում վարչության անձնակազմը վերահսկել է օպերատիվ իրավիճակը, իսկ առկա բացթողումների վերացման ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ։ Հունվարի 12-ին ամփոփիչ խորհրդակցություն անցկացվեց նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։ Ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները։ Նշվեցին նաև առկա բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ եղան կոնկրետ առաջարկներ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը։ Արձանագրվել է զենք զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, հարկերից խուսափելու եւ դրամանենգության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեկտեմբերի 16-ին ժամը 8:45-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բաղրամյան փողոցի բանկոմատներից մեկին ամրացված են գազի բալոն եւ այլ համակարգեր։ Դեպքի վայրում ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը ժամը 4:15-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում նշված բանկոմատի վրա համապատասխան պարագաների տեղադրման փորձել են վնասել բանկոմատն ու գողություն կատարել։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ հետախուզական համալիր, նաև օպերատիվ քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի 1986 թվականին ծնված Է.Հ.-ն, որն էլ հունվարի 11-ին ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել եւ հանձնվել նախաքննական մարմնին։